Գյումրիից դեպի արևմուտք Արափի գյուղ տանող ճանապարհին Ախուրյան գետի վրա կառուցված այս մետաղական կամուրջը պատմական խոշոր իրադարձությունների լուռ վկան է, մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։ Անգամ անհավատալի է պատկերացնել, որ 19-րդ դարի 70-ական թվականներին այս հսկայական մետաղական կամուրջը կառուցվել է ընդամենը 8 օրվա ընթացքում։ Պատկերացնելու համար, թե ինչ կարևոր նշանակություն է ունեցել այս կամուրջը եւ ինչպես է կառուցվել, պատմական մի փոքր էքսկուրս կատարենք։ 1876 թվականին աշխարհաքաղաքական իրավիճակը գուժում էր հասունացող նոր պատերազմի մասին։ Եվ այդ հնարավոր ռուս-թուրքական պատերազմի թաթերաբեմ էր դառնալու նաև հարավային Կովկասը։ Ալեքսանդրապոլը գտնվելով անմիջապես ռուս-թուրքական սահմանին ռազմական կարևոր հենակետ էր համարվում, դիտարկվելով որպես պլացդարմ հարձակման համար։ Մինչև 1877 թվականը Ալեքսանդրապոլի գավառում ռուսական կայսրության եւ Օսմանյան Թուրքիայի սահմանն անցնում էր Ախուրյան գետով։ Գետի վրայով զորքերի տեղաշարժն ապահովող համապատասխան կամուրջ այդ տարիներին չկար։ Այդ պատճառով էլ Ալեքսանդրապոլի մերձակայքում Ախուրյան գետի վրա երկու նոր կամուրջ կառուցելու հրատապ անհրաժեշտություն է առաջանում։ 1876 թվականի հոկտեմբերի վերջին Ալեքսանդրապոլ ամրոցի ռազմական ինժեներների պետը հրաման է արձակում կամրջի կառուցման համապատասխան աշխատանքներ սկսելու մասին։ Պատրաստվում են կամրջի առանձին մասերն ու պահեստավորվում։ 1877 թվականի ապրիլի 12-ին առաջինը կառուցվում է Փայտաշեն կամուրջը, որն ապահովում է ռուսական առաջապահ զորքերի եւ զենք զինամթերքի տեղափոխումը։ Սակայն հիմնական առավել ապահով ամուր ու մեծ թողունակություն ունեցող կամրջի անհրաժեշտությունը դեռևս արդիական էր։ Հաջորդ օրն իսկ Ալեքսանդրապոլում գտնվող ռուսական բանակի ինժեներների պետի կողմից Ալեքսանդրապոլի հարևանությամբ գտնվող Արափի գյուղի մոտ ընտրվում է նոր կամրջի կառուցման համար հարմար վայր։ 19-րդ դարի 70-ական թվականներին նմանատիպ մետաղական կամրջի շինարարությունը նորարարություն էր այդ տարածաշրջանում, հետևաբար եւ փորձություն հայ արհեստավորների եւ ռուս ռազմական ինժեներների համար։ Մետաղական կամրջի մասերը պատրաստվել են Ալեքսանդրապոլցի տաղանդավոր դարբինների կողմից։ Կամրջի կառուցման համար անհրաժեշտ նյութերի եւ գործիքների ոչ բավարար լինելու պատճառով օգտագործվել են անգամ ձևափոխված զենքերը։ Կամրջի տեղակայման աշխատանքներն հիմնականում իրականացրել են նորին կայսրական մեծություն Նիկոլայ Նիկոլաևիչի ավագ գումարտակի սակրավորները, ինչպես նաև Ալեքսանդրապոլի գնդի զինվորներն ու ալեքսանդրապոլցի արհեստավորները, ընդհանուր առմամբ մոտ 200 հոգի։ Կամուրջը կառուցվել է եղանակային բարդ, անձրևի, կարկտի, քամու եւ ցրտի առկայության պայմաններում։ Մարդիկ անխոնջ աշխատանք են տարել մինչև ուշ երեկո ժամանակ առ ժամանակ տաքանալով գետի ափին վառվող խարույկների շուրջ։ Առավել ծանր էր սակրավորների աշխատանքը, որոնք ստիպված են եղել ժամերով ջրի մեջ կանգնած աշխատել։ Ռուս զինվորների եւ հայ արհեստավորների այս հերոսական գործունեության շնորհիվ 1877 թվականի ապրիլի 13-ից մինչև 21 ընկած ժամանակահատվածում կամրջի կառուցման աշխատանքները լիովին ավարտվում են։ Ընդամենը 8 օրում հնարավոր է դառնում այսպիսի հուսալի կառույցի ստեղծումը։ Կամրջի շնորհիվ Ալեքսանդրապոլում տեղակայված ռուսական զորքն ու ծանր տեխնիկան անխոչնդոտ ու ապահով անցում են կատարում հակառակորդի տարածք։ Արափի պողպատե կամուրջը Հայաստանում առաջինն է, որը մեկ դարից ավել հուսալիորեն ծառայել է տեղի բնակչությանն ու ռուս զինվորականներին։ Ընդհանրապես ռուսական բանակի շնորհիվ 19-րդ դարի դարասկզբից սկսած բազմաթիվ նորարարություններ են ներդրվել Ալեքսանդրապոլում, ռուսական բանակի կարևոր հենակետերից մեկն հանդիսացող ռազմականացված այս քաղաքում։ Ներկայումս մետաղական այս կամուրջը չի օգտագործվում, գտնվում է վթարային վիճակում։ 1980-ականներին կամրջի հարևանությամբ կառուցվել է երկաթբետոնե նոր կամուրջ։ 2020 թվականին Արափի մետաղական կամրջին տրվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Հուշարձանի կարգավիճակ կամուրջը ստացել է կարելի ասել մի պատմական լուսանկարի շնորհիվ, որը Վահան Թոմասյանի հին լուսանկարների հավաքածուի մաս է կազմում։ 20-րդ դարասկզբին արված այս լուսանկարի հրապարակումից հետո կամուրջն ընդգրկվել է Շիրակի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Արափի կամուրջը ռուսական ռազմական ինժեներական մտքի եւ Ալեքսանդրապոլցի հայ արհեստավորների համատեղ աշխատանքի լավագույն արգասինքներից է։ Վերադառնալով պատմական իրադարձություններին նշենք, որ 1877-78 թվականների պատերազմն ավարտվում է ռուսական բանակի փայլուն հաղթանակով, որի արդյունքում Կարսի մարզն անցնում է ռուսական կայսրության տիրապետության ներքո։